նախորդ 5 շաբթի դուք նշեցիք, որ ձեզ փոխանցվել է այդ մրցանակի գումարը, բայց դեռ չեք որոշել ինչ ուղղությամբ եք ծախսելու։ Չեք պատրաստվում այդ գումարը հանձնել պետությանը եւ պարոն Փաշինյան ամիսներ առաջ ճեպազրույցում խոսելով ազգային ժողովի քպական падգամավոր Հայկ Սարգսյանի մասին դուք ակնարկել եք, որ եղել են կոռուպցիոն գործողություններ։ Արդյոք սա չի նշանակում, որ ձեր եւ ձեր թիմակիցների լրությամբ կոծկում եք ինչ-որ հանցագործություն։ Ոչ, այդ գործողությունները ունեցել են կոնկրետ հետևանքներ, եթե ինչքան գիտեմ, դատավճիռներ են եղել։ Այսինքն շատ կոնկրետ գործողություններ եղել եւ այդ հարցը լուծվել է։ Ինչ վերաբերում է գումարի հետ կապված, հիմա իմ հանձնարարությամբ աշխատակազմը եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ արդարադատության նախարարության հետ քննարկումներ է անում, որպես այդ գումարի իրավական կարգավիճակը ճշտի, բայց դա մեկը մյուսի հետ կապ չունի, այսինքն եթե այդ գումարը կպարզվի, որ պետքա անձնական որոշմամբ ծախսվի կամ փոխանցվի պետական բյուջեի կառավարության որոշմամբ ծախսի, դա բան չի փոխում, այսինքն ծախսելու ուղղությունը կամ անձնական հարթության մեջ կորոշվի կամ կառավարության, բայց հիմա մենք այդ քննարկումների մեջ ենք, որպես այդ գումարի կարգավիճակը պարզենք, այդ գումարը այս պահին այո փոխանցվել է, բայց անորոշ կարգավիճակում է, չգիտենք դա, այսինքն որպես դա պետքա հայտարարագրվի, թե դա պետքա որպես նվեր հայտարարագրվի, վերադարձվի պետական բյուջե, այսինքն այդ կարգավիճակները կճշտենք, բայց ելի եմ ասում դրանց օգտագործման որոշման ընթացքը որևէ ձևով բան չի, նկատի ունեմ էությունը չի փոխում, ես ներողություն եմ խնդրում ուղղակի ոնց որ թե հարցերից մեկի հետ կապված։ Ինձ ասում են հարգելի գործընկերներ, ինձ հաղորդում են, որ ձեր տվյալը, որ Իրան Իսլամական Հանրապետության ճանապարհի հետ կապ 180 բեռնատարկա չի համապատասխանում իրականությանը։ 11 բեռնատարկա այս պահին, որը շատ սովորական եւ ամենօրյա իրադրություն է։